օրինակ Գրիգոր Տաթևացին ասում է մարդը մի քաղաք է։ Քաղաքի բնակիչը հոգին է։ Կառավարը, ղեկավարը միտքն է։ Պարիսպը, պաշտպանությունը մարմինն է։ Եվ քաղաքի նպատակն ինչ է։ Քաղաքի նպատակը քաղաքացիներին ապրեցնելն է։ Համապատասխան, բարի եւ ապահով մթնոլորտ ստեղծել, որպեսզի քաղաքի բնակիչը ապրի։ Խաղաղ, ուրախ ու երջանիկ ապրի։ Ճիշտ այդպես էլ մեր նպատակը, որպեսզի մենք մեր հոգին ապրեցնենք։ Եվ ամբողջ մարդու կառավարը, ղեկավարը միտքն է։ Յուրաքանչյուր քաղաք ձգտում է իր պարիսպները, իր դռները փակել թշնամիների համար եւ դռներն ու լուսամուտներն ու պարիսպները բացել բարեկամների համար։ Ո՞րն են մեր քաղաքի դռներն ու լուսամուտները։ Մեզ գայաններն են։ Աչքերը, ականջները, շոշափելիքը, ճաշակելիքը, հոտոտելիքը։ Հիմա մենք պարտավոր ենք մեր դռներն ու զգայանները փակել չար նայվածքների, չար խորհուրդների, չար մտածումների, չար խոսքերի առջև եւ բացել բարի խորհուրդների, բարի մտածումների, աղոթքների համար։ Հիմա դրսից ամեն ինչ գալիս է մեր մեջ, ուրեմն փակում ենք, հենց տեսնում ենք թշնամի է գալիս, անմիջապես փակում ենք մեր դարպասները, մեր դռները ու ամուր ենք պահում, որպեսզի թշնամին մուտք չգործի։ Եվ հենց տեսնում ենք բարեկամ է գալիս, այսինքն հենց աղոթքն է, հենց ավետարանն է, հենց Աստծո խոսքը պետք է լսենք, հենց եկեղեցի պետք է գնանք, պետք է վազենք, պետք է աղոթքին սիրենք, բարի գործերը սիրենք։ Բայց շատ անգամ մեր թշնամիները բարեկամների անվան տակ են գալիս, հա? Մենք շատ անգամ չենք տարբերում ով է թշնամին, ով է բարեկամ։ Եվ կերպարանափոխված թշնամին գալիս է բարեկամի անվան տակ, մտնում է մեր տուն, սկսում է մեր տունը քանդել։ Ինչ է պետք, որպեսզի մենք ճանաչենք կերպարանափոխված թշնամիներին, որ բարեկամի անվան տակ են գալիս։ Պետք է Սուրբ Գիրքը ընթերցել, Աստվածաշունչը կարդալ, որպեսզի մենք ճանաչենք չարն ու բարին, լավն ու վատը, պատվիրանն ու մեղքը։ Եվ Սուրբ Գրքում ամեն ինչ այդպես մանրամասներ նկարագրվեց, ինչը պետք է մենք մերժենք, ինչը պետք է ընդունենք։ Ու այդպես մեր մեջ թույլ ենք տալիս բարի մտածումներ, բարի ապրումներ։ Ճիշտ ասած, մեր հոգին այնպեսի մի համակարգ ունի իր մեջ, ինքը մեզ մեր խղճի ձայնով, մեր խաղաղությամբ մեզ հուշում է, որ այսի լավ բան է, սա վատ բան է։ Օրինակ, երբ որ դուք վերցնում եք Սուրբ Գիրք եք ընթերցում, աղոթք եք անում, հոգին խաղաղվում է, ուրախանում է, կարգավորվում է։ Հենց մի քիչ վերցնում եք համացանց եք մտնում ու երկար եք մնում, մեկ էլ տեսնում ես տարօրինակ անորոշություններ առաջացավ, հալեկոծություններ, վախ, հա? Աշխարհից այս բացասական էներգիան շատ է գալիս։ Ուրեմն եթե մենք ուզում ենք մեր հոգու խաղաղությունը պահել, ուրեմն մենք պետք է փակենք մեր պատուհանների դռները օտար զրույցների, օտար ինֆորմացիայի հանդեպ, օտար լուրերի հանդեպ։ Եվ այն ժամանակ մեր հոգին, մեր միտքը, մեր բնակիչը հանգիստ կլինի։ Եվ նաև պետք է ջերմացնենք, ջերմերան աղոթք անենք, հա? Երբ որ ջերմերան աղոթք ենք անում, երջանկանում ենք, ուրախանում ենք, մեր սիրտը, մեր հոգի լցվում է։ Ու փակում ենք նաև մտքի պատուհաններն ու դռները, որպեսզի օտար քամին չմտնի։ Տեսել եք տունը, երբ որ վառարան պետք է վառեն, առաջին ինչ են անում։ Այնպես են անում, որ պատուհանների ու դռների բոլոր անցքերը, ճեղքերը փակ լինեն, չէ՞։
Հիմա եվրոպատուհաններն պատվիրում, եվրոպատուհանի առանձնահատկությունն ինչ է, որ ինքը հերմետիկ փակում է, չէ՞։ Ինքը թույլ չի տալիս, որ ցուրտ մտնի։ Այդպես էլ մենք հերմետիկ պետք է փակենք մեր միտքը։ Մեր ամենամեծ քամին, միջանցիկ քամին մտքի միջոցով է գալիս։ Ամենաբացասական լուրերը մենք մտքի միջոցով։ Ամեն ինչ մեր միտք է գնում, թե մեր տեսածը, թե լսածը, թե շոշափած, անգամ ճաշակելիք, անգամ հոտառությամբ ինչ որ մենք ստանում ենք, գնում է միտք եւ մտքից էլ փոխանցում է հոգի։ Ուրեմն մենք պետք է մեր միտքը փակենք, հերմետիկ փակենք։ Այն որ ավետարանում Քրիստոս ասում է մտեք ձեր տունը, փակեք ձեր դռներն ու լուսամուտները եւ ծածուկ ձեր հոգու ծածուկ խորքից աղոթեք ձեր Տեր Աստծուն եւ Աստված ինչ որ տեսնում է ծածուկ է կփոխհատուցի քեզ հայտնապես, այսինքն քեզ կհայտնվի Աստված եւ որ դու մտնում ես քո հոգու խորքը, քո սրտի վառարանը վառում ես, ջերմացնում ես, ջերմերան աղոթում ես եւ ամենակարևորը փակել ես դու լուսամուտը, հերմետիկ փակել ես ու թույլ չես տալիս։ Աղոթքի ժամը միտքը թույլ չես տալիս շեղվի։ Թույլ չես տալիս քեզանից հեռանա։ Եվ այդ ժամանակ քո հոգու վառանը ավելի է ջերմանում։ Բայց շատ անգամ մեր մոտ այդպես չի ստանում։ Հա, աղոթքի ժամանակ միտքը ցրվում է, հա։ Միտքը ցրվում է, ուրեմն մենք պետք է նորից անդրադառնանք մեր պատուհաններին, դռներին, ամուր պետք է փակենք։ Որտեվ երբ որ միջանցիկ քամիլնի սառը օդը մտնի, մեր աղոթքը անիմաստ է դառնալու։ Ջերմերան մեր ջերմությունը մեզանից հեռանալու է։ Սիրտդ հոգիդ աղոթում է, հազիվ մի քիչ ջերմանում է, մեկ էլ մի միտք եկավ եւ ամեն մեկին յուրահատուկ իրեն առանձնահատուկ միտք է գալիս։ Չարը ամեն մեկին իրեն հատուկ միտք է տալիս, որպեսզի իրեն խախտի, որպեսզի իրեն թուլացնի, ոտքի գցի, ամուր չլինի։ Ուրեմն մենք ամուր պետք է փակենք մեր միտքը ամեն տեսակի չար խորհուրդների, չար մտածումների համար եւ հոգով սրտով ջերմերանդորեն պետք է աղոթենք։ Եվ այդ ժամանակ մեր աղոթները լսելի կլինեն։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ ձեզ։ Մի վանք է լինում, որ վանահայրը ծեր փորձառու սուրբ մարդ է լինում։ Եվ ամեն անգամ քնելուց առաջ երիտասարդ մի վանական աղոթք է նրա համար, ավետարանից կարդում են, նոր քնում են։ Մինչև չկարդան օրհնություն չստանա, երիտասարդ վանականը չի գնում քնելու։ Մի անգամ ավետարանը վերցնում է երիտասարդ վանականը կարդալու, ծեր վանահայրը ննջում է, քնում է։ Վանականը շարունակում է կարդալ, որովհետև մինչև օրհնություն չստանա, չի գնա քնի։ Մեկ էլ մի միտք է գալիս։ Ասում է դե ծեր վանահայրը քնել է, դու էլ գնա քնի, չէ, ասում է պետք է օրհնություն ստանամ, նոր գնամ քնեմ։ Տեսեք, ուզում է մտնել, բայց թույլ չի տալիս։ Երկրորդ անգամ է գալիս, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ, 5 անգամ նույն միտքը գալիս է, գնա քնիր։ Չէ, ասում է օրհնություն պետք է ստանամ, նոր գնամ քնեմ։ Եվ 5 անգամ ամուր պահում է իրեն, թույլ չի տալիս, որ այդ միտքը իրեն անհանգստացնի։ Կես գիշերին վանահայրը արթնանում է, ասում է որդյակ ինչու ես նստել, գնա քնի, ասում է դե հայրսուտ մի հատ օրհնի գնամ։ Օրհնում է գնում քնում է, այդ գիշեր վանահայրը տեսիլք է տեսնում։ Տեսնում է չէ ինչպես երկինքը բացվեց, իր աշակերտին նստեցին գահի վրա եւ 5 լուսե պսակներ իջեցին նրա գլխին։ Ասում է այս գիշեր քո աշակերտը այս 5 լուսապսակները ստացավ։ Երբ որ հաջորդ օրը տեսնում ասում է ո՞նց ես, ասում է դե լավ եմ փառք Աստծո, ասում արեք ինչ ես արել։ Ո՞նչ եմ արել, ասում է չէ դու ինձ ասա ինչ ես արել։ Ասում է 5 անգամ միտք եկա որ գնամ քնեմ, 5 անգամ այդ միտքը հաղթահարեցի, մինչև օրհնություն չստանամ չեմ գնա քնելու։
Մապես, այդպես է շարունակի, չի ասում, որ եկենքից 5 լուսը պսակն է ստացել, որ չհպարտանա, և այդպես մենք պետք է գնահատենք մեր հոգևոր պատերազմը, այսինքն մենք արդյունքի պետք է հասնենք և իմացեք, որ մեր արած ամեն մի քայլը Աստծու Տիրոջից օրհնություն է ստանալու, ամենահզոր պատերազմը, ամենամեծ պատերազմը հոգևոր պատերազմն է, մտավոր պատերազմն է, ամենադժվար գործը աղոթքն է, մարդիկ ամեն ինչ կարող են անել, սովորել, բայց աղոթել շատ հազվագյուտ մարդիկ են սովորում, իրական աղոթքը դա անապատական սուրբ հայրերի արվեստներ, մտավոր աղոթքը, երբ որ մարդու միտքը մաքուր է, երբ որ մարդու հոգին Տիրոջով լցված է, ջերմեռանդ աղոթք է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Սատանան երևում է Բարդղոմեոս Արեխելին և ասում է, քո աղոթքները ասում է, հրեղեն նետեր լինեն ասում է, ինձ խոցում են ասում է, փախչում եմ, վախենում եմ քեզանից, այսինքն սուրբերի աղոթքները հրեղեն նետեր են եղել, որ սատանային խոցել են և հեռացրել են իրենցից։ Այդպես էլ մեր աղոթքները պետք է լինեն, բայց շատ անգամ մեր աղոթքները գիտեք ինչպեսին են։ Եվ մեր հոգեվիճակը հիվանդ մարդու հոգեվիճակ է լինում։ Տեսել եք հիվանդ մարդը, որ ամեն ինչից տրտնջում է, դժգոհում է։ Վայ, ոտս է ցավում, վայ, գլուխս է ցավում, վայ, ձեռս է ցավում, վայ։ Ճիշտ այդպես էլ մեր հոգեվիճակն է լինում։ Մենք այնքան վախեր ունենք մեր մեջ, այնքան ցավեր ունենք, անհանգստություններ ունենք, ուժ, եռանդ չկա մեր հոգու մեջ։ Այդ պատճառով էլ մի փոքրիկ միտք, որ գալիս է, մի չար մտածում, որ գալիս է, մենք անմիջապես թուլանում ենք տական, վայ, այս միտքը խի եկավ, վայ, այս մարդը խի եկավ, վայ, այս մարդը էլի եկավ ինձ տանջելու, բայց երբ որ դու ուժեղ ես լինում, երբ որ աղոթքի մեջ ես լինում, երբ որ ջերմեռանդ ես լինում, ինչքան մտքեր որ գալիս են, այնքան վանում ես, հեռացնում ես քեզանից, ում հետ էլ տեսնես, ամենաբացասական մարդուն էլ տեսնես, սիրով իր հետ շփվում ես, ճամփու ես տնում։ Մեր հոգեվիճակը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Իսկ դրան հասնելու համար պետք է մենք շատ աղոթենք, կարգ ունենանք աղոթքի։ Մեր օրվա անբաժանելի մասը պետք է լինի աղոթքը։ Մի հատ հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ։ Մի դասախոս գալիս է մտնում է լսարան, մի մեծ կոլբա է հանում, մեծ։ Կողքն էլ պայուսակն է դնում։ Բացում է պայուսակը մեծ քարեր։ Ասում է ժողովուրդ ջան, հիմա այս կոլբան պիտի լցնեմ ես։ Այդ մեծ քարերը լցնում է կոլբայի մեջ։ Ասում է տեսակ ինչ արեցի։ Ասում ինչ արեցի, դատա կոլբայի մեջ քարեր լցրեցի։ Լավ ասում է։ Այս կոլբայի մեջ ուրիշ բաներ կլցվի, չոսմ դելի կլցրեցիր։ Պայուսակը բացում է, սկսում է մանր քարեր լցնել։ Արանքներով լցվում է, հա, ասում էլի բաներ կլցվի, չոսմ դել լցրեցիր։ Ավազը լցնում է արանքներով, ամբողջովին իրապես ինձ լցվում է, ասում է, հա, այն բան կլցվի։ Չոսմ էլ դուր ջուրը հանում է, լցնում է, ասում է հիմա էլ չեմ հարցնում, էլ ոչինչ չի լցվի սրա մեջ, ջրից հետո էլ ինչ կլցվի։ Այդ բայդը ինչ արեցիր, աշակերտներն ասում են, այդ ինչ արեցիր, ասում է, այդ կոլբան, ասում է, դատարկ էր, չէ, ասում է, դա մեր օրն է, մեր առօրյան է, այդ մեծ քարերը, ասում է, դրանք աղոթքն են, պահքը և բարի գործերը, մեր կյանքի հիմքն են դրանք, մեր փրկության գրավականներն են, աղոթք, պահք, ողորմություն կամ բարի գործեր, հա, մեր առաքինություններն է, մենք պետք է մեր օրը լցնենք կարևորագույն այս մեծ հիմնակարերով, հա, երբ որ լցրեցինք մեր օրը, մնացած ամեն ինչին ժամանակ կգտնվի, մանր քարերին էլ կգտնվի, ավազին էլ կգտնվի, ջրին էլ կգտնվի, բայց եթե դուք հենց սկզբից մի անգամից ջրով լցնես քո օրը,
այսինքն անիմաստությամբ լցնես, ոչ բան էլ մեջ չի տեղավորվի։ Արդեն ամբողջովին դատարկություն կլինի քո կյանքը։ Ուրեմն մենք հիմնարար պետք է համարենք մեր աղոթքը, մեր պահեցողությունը, մեր Աստված պաշտությունը։ Կարծեմ թե դրանք շատ ժամանակ չեն խլի մեզանից, քան թե մարմնի ծառայությունը։ Ուրեմն հոգու ծառայությունը առաջնահերթ պետք է լինի, ինչպես ավետարանում Քրիստոսի ասում, հոգին է կենթանալ, մարմինը ոչինչ չի կարող անել։ Ուրեմն հոգին կենթանացնում ես, մեկ էլ տեսնում ես մարմինը կենթանանում է։ Օրը լսում ես կարևորագույն քո համար ամենանվիրական աղոթքով, պահքով, ողորմությամբ, մնացած ամեն ինչ կարգավորվում է։ Ամեն։